Բարև ձեզ, հարգելի հեռուստատողներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին ժամը 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շանթի հոբելյանական աննախադեպ մեգա շոուն։ Ինչ ծրագիր է նախապատրաստված, ինչ հայտնի կատարողներ կլինեն այնտեղ, ինչ երգեր ու երաժշտություն է հնչելու, ինչ է պետք իմանալ շոուի մասին եւ առհասարակ շոուին մասնակցելու մասին հանդիսատեսին։ Այս ամենի շուրջ մենք կզրուցենք Հայ Սուպերստար նախագծի ժյուրի անդամ, բոլորիդ շատ հայտնի ռադիո եւ հեռուստա հաղորդավար Գոռ Գրիգորյանի եւ Հայ Սուպերստարի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչյա Ղուկասյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի հյուրեր, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Ես առաջարկում եմ մինչեւ հոկտեմբերի 4-ի միջոցառմանը անցնելը նախ խոսենք առհասարակ բուն նախագծի մասին Հայ Սուպերստարի արդեն շուրջ 20 տարի, եթե ես չեմ սխալվում, այն կա, ինչից սկսվեց, ինչպես մեկնարկեց, ինչ պատմություն անցավ, երևի թե Գոռից սկսենք, որովհետև եթե չեմ սխալվում, Գոռը ավելի մոտ է ակունքներին կանգնած։ Հրաչն էլ կար իհարկե ակունքներում, ուղղակի Հրաչը դեռ այն ժամանակ շատ ավելի երիտասարդ էր, քան անգամ ես այն ժամանակ։ Իրականում հիշում եմ լավ, որ զանգ ստացա Շանթից, եկա պարոն Եզեկյանի հետ հանդիպելու եւ իմացա այդ ֆորմատի մասին, գիտեի, որ այդպիսի բան կա Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, այլ եվրոպական երկրներում, Ռուսաստանում կարծեմ փորձ ունեցել էին եւ Արտուր ասաց, որ մենք էլ ենք ուզում անենք։ Իրականում, եթե ազնիվ լինեմ, սկզբից չհավատացի, որովհետև դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում կարողանանք այդպիսի շոու, հեռուստաշոու ունենանք, որովհետև չենք տեսել մինչև այդ, եւ դեռ Շանթի, այսպես ասած, ներքին խոհանոցի հետ ծանոթ չէի հնարավորությունների հետ, մարդկանց հետ, որոնք որ այդ ամենը անում էին, իրականում հիմա արդեն տարիներ անց կարող եմ խոստովանել, որ խնդիրը, ամենակարևոր խնդիրը եւ ամենակարևոր գրավականը այդպիսի շոու անելու ոչ միայն տեխնիկան է կամ տեխնիկական հագեցությունը, այլ մարդկային ֆակտորը, այսինքն մարդիկ, որոնք որ դա անում են։ Հետո Արտուրը ասեց, որ պարոն Եզեկյանը ասեց, որ չէ, ամեն ինչ անելու ենք այնպես, ինչպես որ պետք է լինի, ու թիմը սկսեց հավաքվել, ես գիտեի, որ արդեն մարդիկ մեկնել էին Մեծ Բրիտանիա, որ հասկանան, թե ներսից շոուն ինչպես է արվելու եւ այլն, եւ դարձա ժյուրի անդամներից մեկը, շատ հիմա ծիծաղում եմ այդ ամենը հիշում, որտեղ նախ խոսում էինք ռուսերեն, ես եւ Նաիրա Գյուրջինյան, որովհետեւ այն ժամանակ, առաջի Սուպերստարի ժամանակ, անգամ Շանթ հեռուստաընկերությունը չէր պատկերացնում, ոչ մեկ չէր պատկերացնում, թե ինչքան մեծ հետաքրքրություն այդ ամենը կունենա թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Այդ իսկ պատճառով, օրինակ, ես սկսեցի հեռուստատեսությամբ խոսել հայերեն, որովհետև երկրորդ Սուպերստարից հետո հերթական ժողովում, որ արդեն երրորդ Սուպերստարն էինք պատրաստում, պարոն Եզեկյանը ինձ եւ Նաիրանին ասաց, որ ժողովուրդ պիտի հայերեն խոսեք, որովհետև Սփյուռքում մարդիկ չեն կարող հասկանալ, ինչ է հայկական հեռուստաընկերություն Հայաստանում ու ինչ որ երկու անհասկանալի դեմք Դա մեկ հասկանալի, մեկ անհասկանալի դեմք ռուսերեն խոսում։ Դե պարզապես ձեր եթերային լեզուն հայերեն չէր։ Այո, ռուսերեն էր։ Ես որպես Եգոր Գլումով էի հրավիրվել, որպես բավականին հայտնի ռադիո հաղորդավար, միգուցե, վերջը շատ ամեն ինչ անսպասելի էր եւ իսկապես ամեն անսպասելին արձագանքներ, որը որ եղավ հետո այդ ամենից։ Դե առհասարակ կայրամենը ինչ առաջին անգամ է կազմակերպվում, նախ շատ հավակնոտ է, հետո ռիսկային եւ հետո եթե ստացվում է, արդեն ճանապարհ է հարթվում հաջորդների համար, հա։ Այս դրամաբանության մեջ երկրորդը ավելի հեշտ կարծում եմ ստացվեց, հետո երրորդը Հրաչ դու երբ միացար այս մեծ նախագծին։ Ամենաս ակունքներում եմ եղել Շանթի Երևանյան կյանքի ամենայն դեպս
ուսանողական տարիներից հետո արդեն ես շանթում եմ աշխատել, ես արդեն 25 տարի է եւ ամբողջ պրոյեկտների աճման այդ process-ը տարի առ տարի քայլ առ քայլ ուղղակի մասնագիտական տարբեր ճյուղերի, հիմնականում լուսանկարիչ, հետո օպերատոր, հետո եւ այլն այս շերտերով բարձրացել եմ մինչեւ արդեն սեփական պրոյեկտ ունենալու հնարավորություն եմ ունեցել, հիմա արդեն մեծ երաժշտական պրոյեկտ ունենալու։ Սա երաժշտական առաջին պրոյեկտն է, որովհետեւ մինչ այս ունեցել եմ պրոյեկտներ պարային ուղղվածության, էլի միջազգային ֆորմատով պարահանդես ծրագրի վերջի 2 սեզոններն եմ ես արել, ազգային պարեր նախագիծն եմ ես արել, բայց շանթի հետ եմ եղել միշտ։ Ուղղակի գորը հաղորդավար կամ ժյուրի, իսկ ես տարբեր սեգմենտներում, տարբեր ժանրերում։ Գորը նաև եթերային դեմք է։ Հա, իհարկե։ Անմիջականորեն երևում է շանթում գորի լինելու այդ փաստը։ Հասկանալի է, սա 6-րդ արդեն նախագիծն է, որը կավարտվի մեծ շոուով, հա, հոկտեմբերի 4-ին։ Գոր, ես ուզում եմ հարցնել, թե այս 6 նախագծերի մեջ կա որևէ մեկը, որը ինչ-որ հատուկ է, յուրահատուկ է, ինչ-որ տարբերվող գծեր է ունեցել մյուսների համեմատ։ Դե անշուշտ առաջինն է հատուկ, որովհետև առաջինն էր, որովհետև սա մեր առաջին փորձությունն էր եւ իսկապես ոչ մեկ չէր սպասում, որ այդպիսի հաջողություն կունենա եւ այդքան սեր։ 4-րդն եմ շատ լավ հիշում, որովհետև 4-րդի ուրեմն մասնակիցներն էին հզոր, վառ կերպարներ են յուրաքանչյուրը եւ եթե 6-րդի եզրափակիչում համալիրում ենք անում, եզրափակիչի չէ, ասենք հաղթողի համալիրում կիմանանք, կարող ենք ասել, որ եթե օրինակ 4-րդ սուպերստարի բոլոր եզրափակիչի մասնակիցների համերգները իրար գումարենք, երևի մի քանի մարզադաշտ պետք է հավաքեն, որտեղ իսկապես հզոր դեմքեր էին, Սուրեն Արուստամյան, Նիվետա Մուկուչյանը, հենց այդ 4-ից են, Հայկո Պետրոսյան, վերջը իսկապես շատ ուժեղ սաստավ էր հավաքվել եւ ես մեկ մտածում որ եթե նրանք տարբեր տարիներին մասնակցեին, հաստատ յուրաքանչյուրը կդառնար հաղթող, բայց ամեն անգամ ինչ որ ասում ենք մասնակիցներին հիմա էլ կարող են բարձրաձայնել, որ իրականում ամենակարևոր չէ թե դու կհաղթես թե ոչ, կարևորը թե հետո ինչ կանես։ Եվ իհարկե 6-րդն է այս պահին ինձ համար յուրահատուկ, որտեվ էլի շատ ուժեղ մասնակիցներ ունենք եւ կարծես թե ինչ որ նոր մակարդակի վրա են դուրս եկել եւ եթե սա լինի շարունակական, միգուցե այս 6-րդ սուպերստարը կարող է լինել ինչ որ պլանկա, որից որ բարձր պետք է փորձենք թռնել։ Հիմա մի փոքր հենց 6-րդից խոսենք, ինչ է տեղի ունենալու կոնկրետ հոկտեմբերի 4-ին այդ մեգա շոուի ժամանակ, աննախադեպ մեգա շոուի, ինչու է աննախադեպ։ Դե ես հասկանում եմ, բոլորը գիտեն, որ հաղթողի անունն է հայտարարվելու, որը դեռ գաղտնիք է, եւ այդ գաղտնիքը կբացահայտվի հոկտեմբերի 4-ին եւ այլ ինչ է լինելու։ Տեսեք, ես ամբողջ տարիների ընթացքում շանթի այս բոլոր պրոյեկտների կադրերը, որոնք ի հայտ են եկել պրոյեկտներից, հենց ամենասկզբից առաջի հայ սուպերստարից սկսած, հետո X Factor, ազգային երգիչ, ժողովրդական երգիչ, բոլոր երաժշտական մեր պրոյեկտների այն կադրերը, ովքեր այս պահին ասպարեզում որևէ ձև իրենց գործունեությունն ունեն, բացառությամբ մի քանիսի, որոնք որ ուղղակի զբաղվածության պատճառով չեն պրոյեկտում, համալիրում։ Մնացած բոլորի դեպքում հավաքել ենք բոլոր մասնակիցներին եւ անում ենք մեծ համերգ, որը իրականում չի եղել այս մասշտաբի շանթի կազմակերպածներին։ Արել ենք ամեն մեկը իր սեզոնի վերջում մի 5-ից 10 հոգին արել են իրենց համերգը, վերջացրել են, բայց այս անգամ բոլորն են այստեղ, բոլոր պրոյեկտներից մարդիկ կան եւ այդ հենց նախադեպությունը հենց դրանով է պայմանավորված եւ երկրորդ կարևոր գործոնը շանթի 30-ամյակի հետ կապված է, որ դա հոբելյանական երևույթ պետք է նայենք որպես համալիր գալով ու մեծ դալիճում է դեպի երբ փոքրում չի տոմս գնողները արդեն գիտեն որ այնտեղ է որովհետև քարտեզը որ բացում են տեսնում են որ մեծում են այսինքն շանթի բոլոր ժամանակների բոլոր նախագծերի այսպես ասենք բոլոր լավագույններն են լինելու այդ օրը սերուցքն է
Սերուցքը։ Այո, սերուցքը ու համերգային ամբողջ ծրագիրը հավաքված է հենց նույնիսկ կառուցվածքային այդպես։ Սկզբի մասում կլինեն նորեկները, հետո սկսնակները կլինեն, միջանկյալ հատվածում մեր ազգային երգիչ նախագծի երեխաներն են, ովքեր արդեն որոշակիորեն մի քիչ առավելություն ունեն սկսնակներից փորձառության առումով, տեսքի պատրաստվածության, բեմականության առումով եւ արդեն գալիս են հին կերպարները, ովքեր Սուրենի անունը տվեց, սպասում ենք, որ Սուսիկը հասնի Հայաստան, Չինաստանից պիտի գա Սուսանա Պետրոսյանը, առաջին հուսանք խնդիր չի լինի կհասնի, Նարեն Գևորգյան, Սրբուկը եւ այլն, Լուսինեն Աղաբեկյան, բոլորը կան։ Եվ դրանով կարծում եմ շանթի հանդիսատեսի համար կա երևույթ, որ այս տարիների ընթացքում բոլորի անունները, որովհետև իրականում մենք մտածում ենք, թե լավ, ով կարող է մարդու անունը մոռացել են էկրանում չի եղել, բայց մենք մի տեստ արեցինք այսպես, մինչև պրոյեկտը այս գաղափարը վերջնական կլինի, թե հաղորդավարները հայտարարեցին ում կուզեք տեսնել այդ նախագծում ու շատ հետաքրքիր որ հիշում են անխտիր բոլորին երևի, այսինքն չկար մեկին, կարող է մեկին մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց հիշում են բոլորին։ Շանթը այդ ամբողջ պատմությունը կատարել է այնպես, որ չեն մոռացվում մարդիկ, մանավանդ որ ֆանատներ կան, որոնք կոնկրետ մարդկանց վրա ֆիքսված են առեսօր, եթե մարդը նույնիսկ ասպարեզում չի։ Շատ հետաքրքիր Ես ճիշտ հասկացա, որ ոչ միայն Սուպերստարի 6 եթերաշրջանների, այլ նաև մյուս նմանատիպ նախագծերի ժողովրդական երգիչ, X-Factor եւ այլն, այսինքն այդ ամբողջի սերուցքը, բոլոր այդ նմանատիպ նախագծերի։ Հրաշ խոսքը ինձ հարց հուշեց, գոր դե գաղտնիք չէ, որ շատերը իրենց մեկնարկային կետը սկսել են շանթի ինչ որ նախագծից հետագայում շատ հայտնի են դարձել։ Դա իհարկե չի նշանակում, որ եթե այդ նախագծերը չլինեին, նրանք հայտնի չէին դառնա, բայց գուցե ոմանց համար նաև այդպես է նշանակում։ Շատերի համար հենց այդպես է նշանակում։ Չբացահայտված կամ որևէ այդտեղ ավելի ուշ բացահայտվեին կամ չբացահայտվեին։ Կարծում եմ այս մասով ինչ որ վերլուծություն, վիճակագրություն կա, թե վերջո այդ մենք ինչ պրոդուկտ ունեցանք, ինչքան այսօր քանի տասնյակ հայտնի երգիչներ, որոնք տարբեր աշխարհների, տարբեր բեմերում, ասպարեզներում այսօր փայլում են եւ նրանց հենց այդ առաջին այդ բարդ քայլը սկսվել է հենց շանթի բեմից։ Ես ձեզ անկեղծ ասեմ, որ վերջին 19 տարվա բոլոր հեռուստանախագծերի Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ միայն Հայաստանից դուրս նաեւ բոլոր այն մարդիկ, որոնք որ մասնակցել են տարբեր կոնկուրսների, բոլոր այն մարդիկ, որոնք որ այսօր երգում են, հայտնի են, անհայտ են, երգում են մեծ բեմերում, երգում են ակումբներում, ռեստորաններում, բոլորը անցել են շանթով։ Անխտիր, տենց մարդ չկա, ես մարդկանց եմ հանդիպում, որոնք որ ինձ մոտենում են, ասում են, գիտեք, մենք հայ սուպերստար երկուսին ենք մասնակցել, երկու փուլ անցել ենք, հետո չենք անցել, բայց հիմա ինքը երգիչ կամ երգչու է։ Այսինքն չկա տենց մարդ, որը որ այս թոբով չի անցել։ Եվ սա իսկապես մեծ դպրոց էր յուրաքանչյուրի համար, մեկը հասել է մինչև եզրափակիչ, մեկը հաղթել է, մյուսը առաջինից դուրս է մնացել, հետո փորձել է Սուզաննա Մելքոնյանի պատմությունները ուզում մեջ բերել որ եղել են դեպքեր, որ չի անցել, եղել են դեպքեր, որ ժյուրին կտրականապես ասել է ոչ թե ոչ դուք մի երգեք, այլ ոչ այսօր դուք այստեղ սա ձեր տեղը չի, բայց վաղը միգուցե այլ դուռ է բացում։ Եվ եկեք փաստենք նաև, որ չգիտեմ, Եվրոտեսիլները վերցնենք հայկական մասնակցության վերջին, վերցնենք միջազգային տարբեր կոնկուրսները, որոնք որ Հայաստանից դուրս են Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Ղազախստանում, ես չգիտեմ, Գերմանիայում, բոլոր այդ մասնակիցները էլի սուպերստարով, X-Factor-ով, ազգային երգիչով կամ ժողովրդական երգիչով անցած մարդիկ են։ Այսինքն սա իսկապես մեծ դարբնոց է եղել երիտասարդ սերունդի համար եւ այս 19 տարվա մեջ դա շարունակական է եւ իրականում զարմանալի է, որտեւ Շանթը երաշտական հեռուստաընկերություն չի։ Շանթը հեռուստաընկերություն է, որի որ, չգիտեմ, մի քանի տոկոսը տրված է երաշտական ուրեմն ծրագրերին, բայց փաստորեն այդ մի քանի տոկոսը տալիս է որակյալ պրոդուկտ, մթերք ասում են հայերեն։
Չեն ասում։ Որակյալ product, որը որ հետո հետագայում ասում է, որ այ իսկապես դա այդպես է։ Ես օրինակ միշտ զուգահեռներ եմ տանում, ասում եմ պատկերացնենք, որ Շանթը ունենար ֆուտբոլային ակադեմիա այդպիսի 19 տարվա, հիմա Մեսսի կունենայինք, Յամալ կունենայինք, բայց չունենք, հասկանում եք, չունենք, օրինակ այս սպորտայինում չունենք այդպիսի բան, բայց սա պարադոքս է ինձ համար իրականում, որովհետև եթե մենք վերցնենք տարեկան կտրվածքով, դե ինչքան ժամանակ է եթերից սա տանում, չէ՞, 10%-ից ոչ ավել, ինչ է ինձ չի թվում, 10-ից է գերիվ պակաս, բայց ինչպիսի արձագանք է ունենում եւ ինչպիսի հետքեր է թողում մարդկանց մասնակիցների կյանքում հետագայում։ Մի թեթև հավելում իրենց աշխատասիրության գործոնը, այսինքն պրոյեկտները համարվում են տրամպլին, չգիտեմ դա հայերեն ոնց է կոչվում, բայց հետո աշխատասիրության գործոնը հասնում է այն կետին, որ Սյուզաննան մեր լավագույն օրինակն է հիմա, թե ինչ ճանապարհ ու ինչի եմ Սյուզաննայի օրինակը բերում, որովհետև շատերը կան, որ ասպարեզում առաջի այսօր թանկարժեք աստղեր համարվեն եւ այլն, բայց Սյուզաննայի դեպքը հենց փուլերում առաջի փուլերից դուրս մնալուց հետո այդքան կամք ունենալ, կռվել մինչև աշխատել, կռվել բառից բուն իմաստով կռվել սեփական տաղանդի հետ մինչև հասցնել են կետին, որ ռուսական իրականությունում դա պայթացնել են այնց, որ չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, Սյուզաննային ընդեղ էին ժյուրի հրավիրել նույնիսկ այդ ստատուսը ձեռք բերեց արագ։ Հետո մենք պրոյեկտը սկսելուց պարոն Եզեկյանը ինքը առաջարկեց, որ ինչի Սյուզաննան մեր մոտ նաև ժյուրի չլինի, իհարկե լինի, մտածում ես մասնակից ա եղել, դու իրան փոքր վաղ տեսել ես, առաջի զգացողությունները մի քիչ ուրիշ ձև է, բայց փաստը ցույց տվեց, որ լավ էլ պիտի լիներ իր տեղում։ Այսինքն իմի բերելով կարող ենք ասել, որ այս եւ նմանատիպ նախագծերի հիմնական գործառույթը նպատակ այդ տաղանդներին հայտնաբերելն էր, բայց ես կուզենայի եւս մեկ բան ավելացնել, մեկ այլ խնդիր էլ այս նախագծերը լուծեցին ու մասնավորապես ժողովրդական երկիչը կամ դուքի հետ կապված նախագիծը վերադարձ դեպի ավանդական, բայց մոռացված հայկական երգերին, գործիքներին եւ այլն։ Սա եւս կարծում եմ շատ կարեւոր հանգամանք է։ Բայց նորից վերադառնալով հոկտեմբերի 4-ի միջոցառմանը, ես կարծում եմ տեղեկատվություն կա, որը պետք է նաև լսարանին տրամադրել համերգին մասնակցելու ցանկություն ունեցողներին, թե այցելության ժամի հետ կապված, թե նաև աջակիցների հետ կապված, որովհետև սա շատ կարևոր հանգամանք է։ Փորձեմ կարճ անդրադառնալ այդ բոլորին։ Այն հանդիսատեսին հստակ կուզեմ ասել, որ 19:00-ին համերգը սկսվելու է։ Հայավարի տարբերակը չի աշխատում այլևս։ Դա չի նշանակում, որ 19-ին պետք է մոտ գործել համալիր։ 19:00-ին մենք սկսելու ենք համերգը ու դա մենք ուզում ենք կարգ ու կանոնը այդ տեսանկյունից նայել համել, որովհետև մենք ունենք 33-4 կատարում եւ դա հստակ ժամային կետերով ֆիքսված է մինչեւ վերջի կատարումը, մինչեւ վերջի խոսքն ու բառը։ Մենք չենք կարող մինչև գիշերը 2-3-ը տևել։ Դա առաջին գործոնը եւ ուղղակի ճիշտ է, որ մարդիկ իրենց ճիշտ ժամին գան, ճիշտ ժամին գնան։ Համալիրի նույնիսկ աշխատակիցները պահանջեցին, որ այդ ժամի հետ կապված խնդրում եմ հստակ դրեք, որովհետեւ մարդիկ բան է հանգիստ գալիս, սրճում, չգիտեմ, զրուցում, մինչև հերթը կգա, ասեցինք մենք կկազմակերպենք հանգիստ։ Պետք է շուտ գալ։ Այո, պետք է գալ այն հաշվի առնելով խցանման գործոն եւ այլն, պարկինգի հարցը 19:00 մենք սկսում ենք համերգը։ Ով հասած չեղավ, բանա բաց թողելու, այսպես ասեմ։ Այդ տեսանկյուն։ Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ չէ, միշտ հայտարարում են, որ 2 ժամ շուտ պետք է գա։ Բոլորը սկսում է իր ժամին, որտեղ UEFA-ն ունի այդ, այո։ Հատկապես նման մեծ դահլիճների համար, ինչպեսին մարզահամերգային համալիրն է։ Այո։ Եվ արդեն աջակից հովանավորների մասով կուզեմ անդրադառնալ, շնորհակալությունս հայտնել, որովհետև եթե չլինեին իրանք, այս ամեն ինչը չենք կարող իրականացնել, որովհետև այն հասարակ նման մեծ նախագծերը դժվար է առանց այն ծախսերը, ինչ որ պահանջում են նմանատիպ նախագծերը, նո հիմա շագերտները շատ չբացեն, բայց իրենց օգնությունը չլիներ, պրոյեկտը չէր կայանալու։ Եվ արդյունքը եղավ այն, որ մենք ունեցանք լավ գործընկերներ, որոնք նաև իրենք են լինելու համալիրում
եւ միասին ենք անցկացնելու այս տոնը բոլորիս համար։ Իդեպ հենց հովանավորների մասով էլ կան մրցանակներ, որոնք վերջում պիտի հայտարարվեն ու շատ իրենց կողմից էլ կա արձագանքը, որ ամենաաշխատած, ամենաստացված պրոյեկտն է եղել, թե իրենց մասով ֆինանսական շրջանառության, թե մնացած բոլոր հարցերով ինչ որ մենք ենք մատուցել։ Իհարկե մի քիչ ժամանակներն էին բաներ թելադրում, որ հանդիսատեսը բողոքում էր, բայց դե առանց իրանց հնարավոր չի, կարծում եմ, առանց հովանավորների։ Այդպես, ընդհանուր համերգային պատկերին բոլորը կտեսնեն այնտեղ, հաղթողի անունը կհայտարարվի բնականաբար ամենավերջում։ Իդեպ գորի այդ բան ունեմ պայմանավորվելու այս նկարահանումից հետո։ Հենց որովհետև շատ կարևոր դեր ունի գորը այնտեղ անելու, միասին կհասկանանք այդ հենց վերջի հատվածի հետ կապված։ Ես եմ այն մարդը, որ պետք է տուփից դուրս գայի, ասա։ Դե տուփից, միգուցե տուփից հանի անունը։ Սա ինձ համար անակնկալ է։ Այո։ Բայց ես կարծում եմ հոկտեմբերի 4-ով ամեն ինչ չավարտվի, շատ անընդհատ շարժման, պրպտումների, անընդհատ առաջ մղման ինչ-որ փնտրտուքների մեջ է։ Ես կուզենայի նաև շատ կարճ, այսպես անոնսի տարբերակով խոսենք ապագա շանթիին ու առաջկա նախագծի մասին, որը կարծեմ արդեն այսպես սաղմային փուլից դուրս է եկել, ձևավորվել է, ինչ է հաջորդաբար շանտը մատուցելու որպես նախագիծ հեռուստալսարանին։ Այո, ունենք պատրաստի միտքը, իր ամեն գործողություններով ընթացքի մեջ է նույնիսկ թաքնված տաղանդը, որ ունեցել ենք տարիներ առաջ, հիմա որոշել ենք վերադառնալ, որովհետև թաքնված տաղանդում շատ հետաքրքիր գործոն կա, այնտեղ բոլոր տեսակի թաքնված տաղանդները կարող են երևալ։ Անսահմանափակ դաշտ է բոլոր տեսակի բոլոր տաղանդավորները, մինչև կրկեսային համարներ, թղթային խաղեր չէ իհարկե, աշխարհարություն եւ այլն։ Այդ ամենը հնարավոր է այնտեղ ցույց դնել, ովքեր ունեն նմանատիպ շնորհ ու իր յուրահատկությունը նա է, որ ամբողջ աշխարհում նա նույնպես թաքնված տաղանդը նույնպես միջազգային պրոյեկտ է եւ ամբողջ աշխարհում ունի իր այսօր ապրող կյանքը, որովհետեւ դա բոլոր ժամանակներում դրսևորում պիտի ունենար եւ մի կարևոր մեծ առավելություն ունի թաքնված տաղանդը, որ ինտերնետ հարթակի պրոդուկցիա է ստեղծում նաեւ երկիչների դեպքում մենակ երկիչներ են։ Այստեղ բոլոր սեգմենտների թաքնված տաղանդները ինտերնետում կարող են առանձին իրենց լսարաններն ունենալ։ Եվ դա շատ լավ գործոն ունի այսօր ավելի հանրային դառնալու համար, որպես պրոյեկտ։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ այսքանը, հարգելի հեռուստատողներ, մեր հյուրերն էին Գոր Գրիգորյանը եւ Հրաչյա Լուկասյանը։ Շնորհակալություն։